գործընկերներ, նաև ցանկանում եմ անդրադառնալ 3 տեղի ունեցած իրադարձությանը, քանի որ ես նկատեցի, որ նման հարցադրումներ էին առաջացել, նաև կարծես մամուլում էր նման հանգամանքներ շրջանառվում Արցախի ներկայացությունում տեղի ունեցած քննչական գործողությունների վերաբերյալ, պաշտոնապես ամենայն պատասխանատվությամբ, ամեն բառի պատասխանատվությունը գիտակցելով հայտարարում եմ. Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի 0 առնչություն։ Իսկ քրեական հետապնդում, Ես կավարտեմ, կանդրադառնամ ձեր հարցին։ Կրկին արձանագրում եմ։ Ունի 0 առնչություն 3 տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Նախաքննական գաղտնիքը չլիներ, կհրապարակեինք այսօր նաև փաստաթղթեր։ Բայց եկեք հետևյալ կերպ ձևակերպենք։ Մեր ձեռքի տակ կան իրավասու մասնավոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ, առ այն որ Սամվել Կարապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի, մեր ձեռքի տակ կան ցուցմունքներ, որ Սամվել Կարապետյանը դրա հետ որևէ առնչություն չունի, այդ ամենը գիտեն քննչական մարմնում, այդ ամենը գիտեն դատարաններում, քանի որ առնվազն 4 դատական ակտ հաստատել է, որ այդ առնչությունը չկա։ Հետևաբար, պարզապես ցավալին այն է, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը մինչ օրս ոչ թե այս խայտառակ ապուրինի, պրիմիտիվ, շինծու, աբսուրդային վարույթը ոչ թե ավարտում է եւ ուղարկի դատարան, կամ ուղակի կարճի վեր գտնվի ապօրինություններից եւ կարճի, այլ փոխարենը տարատեսակ անհասկանալի վարույթային գործողություններով է զբաղված։ Ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք։ Նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում 5-ից ավել միջնորդություն ենք ներկայացրել, որ քննչականը կատարի այն գործողությունները, որը եկել էր եւ դատավոր Դադոյանին խնդրում էր, որ իրեն ժամանակ տան, որ կատարի։ Գիտեք ինչ է պատասխանել քննչական մարմին։ Դնենք մի կողմ, որ հետին ամսաթվով թուղթ են գրում, ուշացումով ուղարկում են։ Իդեպ որոշ դեպքերում դա համարվում է փաստաթղթի կեղծում, քրեական օրենսգրքով նախատեսված, բայց հո դրա վերաուշադրություն չենք դարձնելու։ Չէ՞ որ Սամվել Կարապետյանի գործով զբաղվող քննիչները երևի թե ազգային ժողովի падգամավորներից ավելի բարձր անձեռմխելիության աստիճանում են։ Դրան ուշադրություն չդարձնենք։ Գիտեք քննիչը ինչ է պատասխանում։ Քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը մեր կողմից ներկայացրած միջնորդությանը, որ կատարեք այն գործողությունները, որոնք դատարանից խնդրել եք։ Ասում է ակնհայտ անհիմն միջնորդությունը ենթակա է մերժման։ Այսինքն մենք իրենց գրում ենք, որ արեք այն, ինչ ասում եք, ասում են ակնհայտ անհիմն միջնորդությունը ենթակա է մերժման։ 53 քննիչներ, 177 օր տևող կալանք, տոտալ անգործություն։ Պատկերացրեք գործընկերներ, օրինակ, գալիս եմ ձեզ, խնդրում եմ, ասում եմ, կտակ ինձ ժամանակ, որ գնամ մի հատ թուղթ բերեմ, ձեզ փոխանցեմ։ Դուք ասում եք շատ լավ։ Հետո տեսնում եք, ես չեմ գնում, ստեղ նստած եմ նույն ձև։ Ասում եք, կներեք, Արամ ջան, կգնաք այդ թուղթը բերեք, որը ուզում էիք մեզանից եւ խնդրեցիք, որ 5 րոպե սպասենք։ Ասում ես, ինչ ակնհայտ անհիմն պահանջներ եք ներկայացնում, այն ենթակա է մերժման։ Չեք ասի ինչ ես անում։ Կամ ինչ է։ Այն ինչ հիմա ձեր գլխում պատտվում է, այդ ամենը մեր գլխում էլ է պատտվում։ Ուղղակի մեկ տարբերությամբ, այս իմ նկարագրած դեպքում ոչ մեկ կալանավորված չի։ Հիմա պատկերացրեք մի հատ էլ ես ձեզ գամ խնդրեմ, ասեմ մի հատ սպասեք, թուղթ բերեմ։ Այդ ընթացքում գամ ձեզ կալանավորեմ, հետո դուք ասեք լավ, հարգելիս կալանավորեցիք, բայց այդ թուղթը ինչ եղավ, ասում ես ինչ ակնհայտ անհիմն միջնորդություններ եք ներկայացնում։ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքները իրականության, օբյեկտիվության, աբսուրդի հետ էլ նույնիսկ կապ չունեն, հասկանում եք, այսինքն սա վեր է աբսուրդից։ Հետևաբար, ամփոփելով նաև այս հատվածի վերաբերյալ խոսքս,
կարող եմ ասել, որ այո, Սամվել Կարապետյանը Արցախի հետ ունեցել է այն աստիճան կապ, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հետախուզվում է 2021 թվականի հունիսի 18-ից և 2025 թվականի հունիսի 18-ից գտնվում է Հայաստանի Հանրապետության բանտում։ Որևէ այլ մի ձևով Արցախի հետ Սամվել Կարապետյանին կապելու փորձը գիտեք, որ ձևակերպում է օգտագործում։ Ճիշտ չի, մարդկային չի։ Բոլոր այն կարմիր գծերը, որոնք կան, դրանից էլ է դուրս։ Ես հասկանում եմ, որ աբսուրդին կատարելության սահմաններ չկան, բայց իսկապես կարելի է ինչ-որ միտեղ կարմիր գիծ ունենալ։ Այն ամենը, որը կատարել է Սամվել Կարապետյանը Արցախի համար, եւս մեկ անգամ եմ ասում, հանգեցրել է նրան, իդեպ այդ հայտարարությունը կարող եք գտնել, որ Ադրբեջանի իրավասու մարմինները հետախուզում հայտարարեն Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Դրանից դուրս որևէ մի գործողությունները մարդկային էլ չեն, չգիտեմ ինչ են։ Այսքանով ես ավարտեմ, գործընկերներս ավելացնեն, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, դեռևս մենք մեր ասելի